Փառք Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, շնորհակալ ենք Աստծուց, որ Տերը մեզ կյանք է տվել, որ մենք յուրաքանչյուրս էլ այսօր գտնվում ենք Աստծո տան մեջ եւ մեզ հնարավորություն է տվել հաղորդ լինելու այն հավիտենական կյանքի խոսքերին, որ դուրս են եկել Տիրոջ բերանից, որովհետեւ միայն մարդուն կարող է խոսք տալ, կյանք տալ Աստծո խոսքը ժողովուրդյան, ուրիշ ոչ մեկ։ Մենք տեսնում ենք, որ մարդը կարա մեկին վշտացնի, կարա ցավացնի, չգիտեմ, իշքամ էլ փորձի ինչ-որ բաներում մխիթարի, միևնույնն է, ոչինչ չի կարող, եթե Տերը չներգործի, եթե Աստծո խոսքը տեղ չգտնի այդ մարդու կյանքում։ Թող Տերը օրհնի, ես ուզում եմ շարունակել եղբայրների խոսքը, քանի որ Սուրբ Հոգին միաբանում է եւ առաջնորդում է մեզ, որ մենք ամենքս էլ ավելի կարողանանք ուշադրություն դարձնել Տիրոջ խոսքերին, որոնք որ մեզ հաստատում, մեզ մխիթարում եւ մեզ ուղղորդում են դեպի Աստծո ճանապարհների մեջ ժողովուրդյան։ Այո, ինչպես եղբայրներս խոսեցին, շատ ճանապարհներ կան երկրի վրա, որոնք որ մարդու աչքին ուղիղ է երևում եւ մարդիկ գնում են այդ ճանապարհներով եւ ոչ թե միայն գնում են, կողքինն են խորհուրդ տալի, որ արի այս ճանապարհով, բայց դրա վերջաբանը մահ է, ինչպես Տիրոջ խոսքը ուղղում է։ Բայց այն ճանապարհը, որի մասին որ խոսում է Քրիստոսը, որ հետևյալն է ուղղում, որ եկեք ու ինձանից սովորեք, որ ես պետքա ցույց տամ այդ ճանապարհը, ոչ թե միայն նա ցույց է տալի այդ ճանապարհը, այլ Տերը ներկայացնում է, որ ինքն է այդ ճանապարհը, որ չկա ուրիշ ճանապարհ։ Եթե մենք չգնանք Հիսուսին, եթե մեր ներսը իրական այս կենթանի հավատքը չծնվի Քրիստոսի հանդեպ ժողովուրդյան, մենք շատ բաներում կմոլորվենք եւ կշեղվենք, ինչպես այսօր աշխարհում է կատարվում, ինչպես այսօր մարդկության ներսում է, բոլոր տեղերը մարդիկ նույնն են, նույն բնությունն է, նույն ցանկություններն են, նույն պատերազմներն են, ինչպես այս օրերին առիթ եղավ, ինչպես Ռոմիկ եղբայրը վկայեց, որ երբ որ Եվրոպայում այդպես տարբեր տեղեր Աստված հնարավորություն տվեց շրջելու, տեսնելու ժողովուրդյան, մենք մի բան ենք տեսնում, որ ամեն տեղերը սատանան նույն ուժգնությամբ գործում է, նույն մեղքի բնությունն է մարդկանց ներսում եւ ամեն մեկի կյանքում արտահայտվում է այն չափով, ինչ չափով, որ մարդը հավատում եւ տեղ է տալի ժողովրդյան, ինչին որ իր սիրտը ուղղորդում է։ Դրա համար իրոք թող Տերը օրհնի, որ մենք ամեն մեկս էլ այսօր ինչ իրավիճակի մեջ որ մենք գտնվում ենք, մենք միայն կարողանանք Աստծուն փառք տալ եւ գոհանալ Տիրոջից, որ Աստված մեզ ընտրել է, որ Տերը մեզ կանչել է եւ մեր ներսում Աստված բժշկություն է անում, այսինքն ամենակարևորը դա մտքի բժշկությունն է, մտքի նորոգությունն է, որովհետեւ եթե մարդու կյանքում չլինի մտքի նորոգություն, մարդը իր ունայն, ասենք, ճանապարհների մեջ, իր մտքի թելադրանքի մեջ, ինչպես որ ասում ես օդի իշխանը թելադրում է, չէ, այնպես վարվում, այնպես քայլում եւ այնպես շարժվում են։ Ես ուզում եմ միտեղ հիշեցնել Աստծո խոսքից, որ իրոք հավատքի կյանքը, այն ճանապարհները, որի մեջ որ Աստված մեզ կանչել է եւ մեզ ցույց է տալի այդ ճանապարհը, որի մեջ որ պետք է մենք քայլենք, շատերը թուլանում են, շատերը հոգնում են, շատերը անգամ կոտրվում են, հիասթափվում են, ինչի համար, որովհետև չեն ուզում միջև վերջ քայլել համբերություն չունենալու պատճառով, հարատևել այդ դժվարություններին, այդ նեղություններին,
որի մասին խոսեցին եղբայրները, որովհետև Տերը խոսում է հետևյալին, որ այո, նեղ է եւ նեղվածք են ճանապարհը, որը որ Քրիստոսին է տանում։ Այսինքն այս ամենի մասին նախորդ տեղը մեզ ուղղել է, որ այո, դժվարությունները անխուսափելի են, այն վիճակները, որոնք որ մեզ տիրում են, նեղությունները, որ մեզ շուրջը պատում են, այդ ամենը կարևոր է, որ մարդ մի բան տեսնի, որ մեր օգուտի համար է, բայց չգիտեմ, խի չէ, միշտ մենք մտածում ենք, որ հակառակը շուտ պետք է ազատվել, որովհետև չենք ուզում, որ դրա մեջ հարատևենք, որովհետև ցանկալի չի իրականում, բայց Աստված գիտի ինչի համար է թույլ տվել, Աստված գիտի մեր յուրաքանչյուրիս կարողությունը, Աստված գիտի մեզ ամեն մեկիս ինչ ճանապարհներով տանի, որպեսզի վերջաբանը ինքը լինի ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ Գործք առաքելոցից մի համար կարդալ, որ այս համարները շատ ընթերցել ենք, որ առաքյալները հետևյալն է ուղում 14-րդ գլուխ 21-րդ խոսքից ուզում եմ կարդալ։ Աշակերտներու սրտերը հաստատելով եւ հորդորելով, այսինքն առաքյալները ասма ժամանակ առ ժամանակ գալիս էին տվյալ քաղաքները, որտեղ որ աշակերտներ էին եղել, որտեղ որ դարել էին Տիրոջը եւ ասма աշակերտներու սրտերը ինչ էին անում, հաստատելով եւ հորդորելով, որ հաստատ մնան հավատքի մեջ, այսինքն ինչ էին հորդորում, որ հաստատ մնան հավատքի մեջ եւ կսեին թե շատ նեղություն կրելով կրնակ Աստծո թագավորությունը մտնել։ Իսկն Աստծո թագավորությունը մտնելու համար մարդուն պետք է ճանապարհ։ Ամեն մեկս ունենք մի ընթացք անցնելու, որ այդ ճանապարհի մեջ մենք կարող է հայտնվենք շատ անցանկալի բաներին, որ երբեք չենք ցանկանա, չէ, եւ այս ամենը մեր օգուտի համար է, ես հիմա կարդամ համարներ, որ իրոք ինչպես որ գիրքը ուղում է յուրաքանչյուրիս, որ իշքան կարևոր է, որ մենք ամեն մեկս էլ ամուր բռնենք Տիրոջը, որովհետև Աստծո հետ ամեն բան կարանք հաղթահարենք, բայց առանց Աստծո ոչ մեկ իր ուժերով, իր կարողությունով չի կարա դեմ դնել ժողովուրդ ջան։ Դրա համար ասում է շատերը, ինչպես Եսայի մարգարեության մեջ ուղում է, ասում է շատերը անգամ ընտիր կտրիչները պետքա թուլանան, ընկնեն ու վայր պիտի ընկնեն, բայց Տիրոջը ապավինողների ուժը պիտի նորոգվի։ Նրանք, ովքեր որ ապավինում են Տիրոջը, ոչ թե իրենց ուժին, ոչ թե իրենց կարողությանը, չէ, իրանք մեր ուժը, մեր կարողությունը շատ կարճ կարա տևի, ընդամենը վայրկյաններ կարող է տևի ժողովուրդ ջան։ Չկարողանանք անգամ մեկի խոսքին համբերել, չկարողանալ անգամ այն մեկի վարմունքը, երբ որ տեսնում ենք, տանել, անմիջապես արձագանքը մեր ներսից գալիս է, բայց այն ամենը, որը որ Աստված է տալիս եւ Աստված է կառուցում եւ Աստված է դնում մեր ներսում, մարդը ամեն բանի զիջանում եւ ամեն բանի համբերում է։ Դրա համար ես ուզում եմ կարդալ Եբրայեցիների 12-րդ գլուխ առաջին խոսքից հետեւյալը, որ ուղում է. Ուստի մենք էլ, որ այսչափ վկաների բազմությամբ շրջապատված ենք, ամեն ծանրություն մեր վրայեն մեկդի ձգենք եւ մեզ ձյուրավ պաշարող մեղքը։ Համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, Հիսուսին նայենք, մեր հավատքին առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախությանը համար խաչն անձնառավ, ամոթ արհամարեց ու Աստծո աթոռին աջ կողմը նստավ։ Պողոս առաքյալը այստեղ խոսում է կարևոր ճշմարտությունների մասին, որ իրոք իշքան կարևոր է, որ մենք յուրաքանչյուրս էլ կարողանանք մեր վրայից ամեն ծանրություն եւ մեզ ջուրապ պաշարող մեղքը մեկդի ձգելով, ինչպես վարվենք, ինչպես քայլենք, համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը եւ Հիսուսին նայենք, ինչպես Հիսուսը անցավ մի ճանապարհ, ժողովուրդ ջան, եւ այդ ճանապարհի մեջ ինքը հաղթահարելով այդ ամեն դժվարությունները միայն ցույց տվեց հորը կամքը,
թե որն էր հոր կամքը եւ ինչպես պետքա վարվել եւ ինչպես պետքա ապրել եւ մեզ է թողելով օրինակ, որ մենք էլ հետևենք Քրիստոսին, այստեղ Պողոս առաքյալը ուղղում է հետեւյալը, որ համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը։ Ես ուզում եմ, որ մի փոքր մենք ուշադրություն դարձնենք հետեւյալի վրա, համբերության վրա, ժողովուրդ ջան, ինչի համար է ուղղում համբերությամբ վազենք, որովհետև եթե մեկը չունի համբերություն, նա թուլանալու է։ Եթե մեկը չունի համբերություն, նա կարա ուղղակի գնա միջև ճանապարհի կեսը։ Անկամ մարդիկ կան գնում հասնում են համարյա են վերջաբանը, մեկ էլ համբերություն չունենալու պատճառով ամեն բան թողնում են, թուլանում եւ ընկնում են։ Դրա համար այստեղ Պողոս առաքյալը ուղղում է հետեւյալը, որ համբերությունով վազենք մեր առջևի դրված ասպարեզի ընթացքը։ Մենք երբ որ նայում ենք, կարևոր է, որ մենք ամեն մեկս էլ մի բան տեսնենք, որ որպեսի քրիստոնյայի կյանքը լիարժեք լինի, իրոք Աստված մեզ ուղղորդում է համբերության, որովհետև երբ որ նայում ենք համբերությունից մարդու ներսում խաղաղություն է գալիս, երբ որ մարդը համբերում է, երբ որ մարդը համբերություն չի ունենում, խաղաղությունը կորցնում է։ Օրինակ մենք շատ մարդկանց հետ, երբ որ հանդիպում զրուցում ենք, չէ, տեսնում ենք, որ ինչ է լինում, երբ որ էլ չի կարողանում, չի դիմանում եւ չի համբերում, իր խաղաղությունը կորցնում է։ Ամեն բաների կողման է, ժողովուրդ ջան, եւ իր ներսը տագնապով եւ վախով է լեցվում, եւ սա մարդուն ավելի թուլացնում եւ հեռացնում է Աստծուց, քան թողում է Տիրոջը մոտիկանա, որովհետեւ կարծես հանձնվում է, որովհետեւ մենք նայում ենք, որ 12-րդ գլխի մեջ, երբ որ կարդում ենք 12-րդ խոսքը, հետևյալն է ուղում, որ ես կուզենամ կարդալ այդ համարները, ասում է հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեցեք, ստեպ աղոթքի կեցեք։ Ինչի համար է Պողոս առաքյալը ուղում այս ամենը, որ հույսով ուրախ եղեք եւ նեղության մեջ համբերեցեք։ Այսինքն, երբ որ դու հույս չես ունենում, երբ որ ինչ որ դու ակնկալի կամ սպասում չես ունենում ինչ որ մի բանից, դու չես կարողանում համբերել։ Դրա համար այսօր կարևոր է, որ մենք նայենք, որ մենք չկոտրվենք, մեն հույսը, որ մենք ունենք Աստծո հանդեպ, ժողովուրդ ջան, այսի շատ կարևոր է, որովհետև սատանան միշտ աշխատում է, որ այն հույսը, այն վստահությունը, որ մենք ունենք, ու մենք հավատում ենք, որ այս ամենը ժամանակավոր է, ինչպես եղբայրները խոսեցին, միշտ հակառակորդը փորձում է մեր մեջի եղած այդ վստահությունը կոտրել, որ մենք էլ չհամբերենք, որ մենք հանձնվենք։ Ես ուզում եմ նաև 35-րդ խոսքը հիշեցնել 10-րդ գլուխ Եբրայեցիների, որ հետևյալն է ուղում. Ուստի ձեզ մի ձգեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Վասնզի պետք է ձեզի համբերություն, որպեսի Աստծո կամքը ընելով խոստմունքը վայելեք։ Այստեղ նորից Պողոս առաքյալը խոսում է այս կարևոր ճշմարտության մասին, ժողովուրդ ջան, որ ուզում է այդ ժողովրդի հայացքը ուղղի դեպի Տերը, երբ որ դու այդ վստահությունը չունես Աստծո հանդեպ, չէ, օրինակ միշտ հակառակորդի նետերը գալիս է հետևյալի, որ ուզում է, որ այն վստահությունը, որ ունես Աստծո նկատմամբ եւ ունես իր խոսքի նկատմամբ, սա կոտրվի քո ներսում, որ թողես, որովհետեւ ասում է, դա մեծ վարձքի հատուցումը ունի։ Որպես այդ մեծ վարձքի հատուցմանը հասնենք, մեզ պետք է համբերություն, չէ, եւ մեր հետ միշտ այս աշխատանքն է գնում, որ հակառակորդը ուզում է կոտրի այն ճշմարտությունը, որ մեր ներսում է, այն հավատքը, որ մենք ունենք Աստծո խոսքի հանդեպ, մեզ ցույց տալով, ապացուցելով, որ Աստված քեզ թողել է, որ Աստված քեզ չի լսում, որ Տերը քեզ այս վիճակների մեջ չի օգնում, որ դու մենակ ես, եւ այդ քո ներսի եղած վստահությունը կոտրվելով, էլ դու ուրիշ բան չունես, դու հանձնվում ես, դու գերի ես գնում։ Դրա համար Պողոս առաքյալը ուղում ասում է, որ շատ կարևոր է, որ մենք այն վստահությունը, որ ունենք Աստծո հանդեպ, սրա մեջ հաստատուն մնանք, որ մեծ վարձքի հատուցումը ունի։ Իրոք մենք տեսնում ենք, որ շատ նեղություններ եւ դժվարություններ են կրել բոլոր ժամանակներում, բոլոր սուրբերը, այն մարդիկ, որոնք որ ապրել են Աստծո հետ, որոնք որ
իրենց ընտրությունը տվել են Տիրոջը, ինչի համար, որովհետև հատկապես պայքարը, կռիվը միշտ գնում է այն մարդկանց հետ, ովքեր որ ուզում են ճշմարտությունը ամուր բռնեն։ Մի նայեք, աշխարհի մարդիկ, նրանք ովքեր որ Տիրոջից հեռու են ապրում, նրանք sense թե այնպես, ասենք այդ ճշմարտության մեջ հաստատված չեն, նրանց այդ կռիվ չկա անելու, նրանք հանձնված են, բայց այն մարդը, որը որ իր վստահությունը, իր հույսը ուզում է դնի Տիրոջ վրա, այդտեղ պայքարը ավելի է թեժանում, ավելի է ուժեղանում։ Մենք տեսնում ենք շատ օրինակներ կան Աստծո խոսքից, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ այդ նեղությունները կրեցին, դրանք միշտ չմնացին դրա մեջ, դրանք ժամանակավոր էին։ Եվ մենք ոչ մեկս այդ դժվարություններով չենք անցել, որով որ նրանք են անցել, որով որ նրանք են կրել։ Օրինակ, երբ որ նայում ենք մենք Հոբի կյանքում, Հոբը իշկամ նեղություն կրեց, չէ՞։ Իշկամ վիճակներով նա անցավ եւ անգամ շատ բաներում, երբ որ եկան Հոբի ընկերները ու փորձում էին ինչ-որ բաներում իրան մխիթարել կամ ինչ-որ բաներ իր առջև դնել հանդիմանելով, որ դու այս բանի մեջ ես արեք, ամեն ես արել, դրա համար ես հայտնվել ես վիճակների մեջ, մենք տեսնում ենք, որ իշկամ բաներում նրանք նեղություն տվեցին Հոբին, բայց Հոբը թեպետ այդ անողորմ ցավի մեջ, որ հայտնվել էր այդ դժվարությունների մեջ, հետաքրքիր է իր հոգու խորքում ուներ ուրախություն, ինչն էր իր ուրախությունը, ինչն էր իր վստահությունը, չէ՞։ Այսօր մարդը կարա ամեն բան կորցնի, բայց իր հոգու խորքում ինքը ուրախություն ունենա, որ այդ ուրախությունը Տերն է, այդ ուրախությունը իր խոսքի մեջ է, երբ որ այդ խոսքը դու պահում ես քո սրտում։ Եվ ասում ես, անողորմ ցավիս մեջ իմ ուրախությունը սա է, որ ես ամենակարողի խոսքերը չուրացա։ Պատկերացնում եք դա ինչ մեծ ազդեցություն ունի եւ ինչքան կարեւոր է, երբ որ մարդը հավատարիմ է մնում Տիրոջը, երբ որ մարդը միջև չի կասկածում Աստծո խոսքի վրա, բայց նետերը միշտ գալիս է այդ ուղությամբ, որ քո մեջ կասկած առաջացնի, որ դու հավատաս, որ Աստված քեզ թողել է, որ դու հավատաս, որ Տերը քեզ չի սիրում, դրա համար ես դու այս վիճակի մեջ, դրա համար ես դու չարչարվում, դրա համար ես դու այս նեղությունները կրում։ Բայց մենք տեսնում ենք, որ Հոբը միջև վերջ հավատարիմ մնաց, ժողովուրդ ջան, եւ անգամ նրանք, որոնք որ եկել էին ու նախատում էին եւ ինչ-որ բաներում փորձում էին Հոբին սովորեցնել, ցույց տալ այն ճանապարհները իրականում, որի մեջ որ Աստված ուզում էր տեսնել, մենք տեսնում ենք հետեւյալը, որ թետերը ինչ է պատասխանում Հոբին, որը որ միջև վերջ Տիրոջը նայեց եւ Աստծո խոսքին նայեց, եւ այսօր էլ իշքան կարեւոր է, որ մենք էս սովորենք պայքարել, ժողովուրդ ջան, որտեղ այս կյանքը պատերազմ է, որի մասին որ խոսում է Պողոս առաքյալը, որ ասում է իմ բարի պատերազմս պատերազմեցի, չէ՞, ընթացքի մեջ, այդ ընթացք է ճանապարհով անցա, այսինքն սա մի ընթացք եւ ճանապարհ է, որով որ անցնում են բոլորը, եւ այդ ընթացքի մեջ հավատքս պահեցի, եւ այսուհետեւ մնում է մի բան, հաղթական պսակը։ Դրա համար աշակերտներին միշտ հորդորում էին, որ ասում է ժամանակ առ ժամանակ այցելեին եւ կհորդորեին, որ հաստատ մնան հավատքի մեջ, ժողովուրդ ջան, որովհետեւ մարդը կարա կորցնի, վարքյանական, երբ որ նայում եւ հավատում այն սուտին, որ հակառակորդն է բերում։ Բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնենք այսօր այն խոսքերին, որ Հոբը այս ամեն վիճակներից հետո ինչպես է գալի Աստծո առջև եւ ինչ է պատասխանում, որ երբեմն մենք էլ այդ վիճակների մենք չենք հասկանում, այդ ժամանակ կարծես ելքը չենք տեսնում, այդ ժամանակ չենք հասկանում, ինչի համար է այս դժվարությունը իմ կյանքում, կամ ինչի համար է Աստված տանում այս նեղ դռնով, չէ որ կարար միանգամից լայն դռնով տաներ, չէ որ կարար միանգամից ազատեր այս վիճակներից, բայց ինչ էր կատարվում Հոբի կյանքում, որ Հոբը արտահայտվեց, ես կուզենամ կարդալ 42-րդ գլուխ 8-րդ խոսքից, որ հետևյալն է ուղում. ինձի սքանչելի բաներ ընելով չէի իմանար։ Այսինքն Աստված պատկերացնում եք սքանչելի բաներ էր անում, բայց նա չէր իմանում, չէր հասկանում։
Այսօր մեր կյանքում այդ վիճակները տանում են մի բանի, որ Աստված սքանչելի բաներ անում, այսինքն Տերը ինչ որ բաներից ազատում է, պատրաստում է մեզ, ուզում է մաքրի, մեզ ավելի հավատքի մեջ հաստատի, այդ պահին մենք չենք հասկանում, մենք ուզում ենք շուտ ազատվել, շուտ դուրս գալ այդ վիճակից, չէ՞, այդ նեղություններից, այդ խնդիրներից, որտեղ իրականում ցանկալի չի, ոչ մեկ չի ուզում հարատևի սրա մեջ, բայց Հոբը ուղղում է հետևյալը, ինձ սքանչելի բաներ է անում, բայց ես չէի հասկանում, չէ՞, հակառակը մտածում էր ինչի համար հայտնվեց այս վիճակի մեջ, չէ՞, կամ մարդ շատ ժամանակ մտածում ասում է լավ Տեր Աստված, որ մեղքիս համար, երբ որ նայում է ամբարիշտին, երբ որ նայում այն մեղավորին ինչ կյանքով է ապրում, եւ կարծես իշքամ հանգդարտ ու խաղաղ կյանք է ապրում, որը որ խաբուսիկ է, մտածելով իր ներսը տեսնելով այս ամենը, գայթակղվում է, մտածում է լավ ինչի համար եմ ես այս վիճակի մեջ, միգուցե ինչ որ բաներ ճիշտ չեմ անում, բայց Հոբը հետևյալն էր ուղում, սքանչելի բաներ է անում ինձ, բայց ես չէի հասկանում, կաղաչեմ մտիկր է, որպեսի ես խոսիմ, այսինքն ինչ է խոսում Հոբը այս ամեն բաներից հետո, երբ որ խորապես բացվեց եւ հասկացավ, թե Աստված ինչ գործ էր կատարում իր կյանքում, հետևյալն է ուզում արսում, քեզի կհարցնեմ ու ինձի սորվեցուր, ես քու մասիդ ականջով լսել էի, բայց հիմա աչքս կտեսնե քեզ, անոր համար իմ անձս կար համարեմ, հողի ու մոխիրի վրա կզղջամ, պատկերացնում եք այդ բոլոր վիճակներից անցնելով, վերջում Հոբը հետևյալն է ուղում, երբ որ նա հասկացավ, որ Տերը ավելի այդ վիճակները կարծես ավելի Աստծուն մոտեցրեցին, որ ասում այն ժամանակ ականջից ծայրով էի լսում, հիմա միչև քո ոտքերիդ առջև եկա, այսինքն այս ամենը ինչ արեց իր կյանքում, ինչ ինքը հասկացավ, սրանից հետո ուղում ասում է իմ անձս կար համարեմ ու հողի ու մոխիրի վրա կզղջամ, այսինքն այն ամեն բաները, որ մտածում էի, որ խորում էի, այսօր մենք էլ շատ բաներ կա չենք հասկանում, որտեղ ծածուկ բաները մեր Տեր Աստծուն է վերաբերվում, հայտնիները մեզ, բայց այդ ծածուկի մեջ Աստված գործում է, Աստված երբեք մի բան իմացի, քեզ չի թողում։ Եվ հետաքրքիրը գիտեք ինչու՞մն է, երբ որ կարդում ենք շարունակությունը, Տերը ինչ է պատվիրում Հոբի այն երկու բարեկամներին, որոնք որ եկել էին ու կարծես իրեն սովորեցնում էին այդ ճանապարհները, կարծես այդ վիճակի մեջ ուզում էին մխիթարեն, շատ բաներում հանդիմանում էին, որ դու այսպես ես կամ այնպես ես։ Եվ Տերը սրանից հետո, երբ որ Հոբը անցավ այս ճանապարհով, տեսեք Տերը ինչ է պատվիրում։ Արտերը Հոբին այս խոսքերը լսելեն հետո Եղիափաստ Թեմանացիին ասավ. Քու վրատ ու երկու ընկերներուդ վրա իմ բարկությունս բորբոքեցավ։ Վասնզի ինձի համար Հոբ ծառայիս պես շիտակ չխոսեցաք։ Ուստի հիմա ձեզի 7 զվարակ ու 7 խոյ առեք ու Հոբ ծառայիս երթալով ձեզի համար ողջակեզներ մատուցանեցեք եւ իմ Հոբ ծառայիս ձեզի համար իմ Հոբ ծառաս ձեզի համար թող աղոտ կնե որպեսի ես ալ անոր աղոտ կընդունելով ձեր անմտությանը պես չնեմ ձեզի վասնզի իմ արջևս Հոբ ծառայիս պես շիտակ չխոսեցաք։ Այսինքն մենք տեսնում ենք, ասեք Հոբի կյանքում Աստված ինչպիսի գործ էր արել եւ ինչ վիճակի հասցրեց, անգամ նրանք ովքեր որ եկել էին նախատում էին, նրանք ովքեր որ եկել էին, իրենք կարծես է ճանապարհներն են սովորեցնում, ինչպես քայլի, ինչ անի եւ ինքը թե Աստծո արչեւ իշքան մեղավոր է որ հայտնվել այս վիճակների մեջ, վերջում Աստված հետևյալն է պատվիրում, որ գնացեք ու իմ Հոբ ծառային խնդրեք, որ ձեր համար աղոտ կանի, որպեսզի ես լսելով նրա աղոթքը ձեզ ներեմ ձեր անմտության համար։ Ժողովուրդ ջան, այո, այսօր շատերն են նախատում, չէ՞, շատերը երբ որ տեսնում են յուրաքանչյուրիս ինչ-որ վիճակների մեջ, սկսում են նախատել, սկսում են ծաղրել, բալա, բա որ Աստծո որդի ես, բախի ես այս վիճակի մեջ, բա որ Աստծո զավակ ես, այսքան աղոթք ես անում, խի Աստված քեզ այս դժվարություններից չի ազատում, կամ ինչի համար այսպես կամ այնպես, չէ, սկսում են հակառակվել եւ նախատել, ժողովուրդ ջան, բայց Աստծո խոսքը ուղղում է հետեւյալը, մենք տեսնում ենք վերջաբանը, երբ որ Հոբի կյանքում այս ամեն իրավիճակները ավարտին հասավ, Աստված անցկացրեց այդ ճանապարհով,
վերջում այդ մարդկանց ասում է գնացեք իմ ծառայիս ասեք, որ ձեր համար աղոտ կանի, ձեր անմտության համար, որտեվ այո Աստված սքանչելի բաներ էր անում, բայց Հոբը չէր հասկանում եւ ոչ մեկ չէր հասկանում։ Ետքը երբ որ հասկացավ, միայն Աստծուց շնորհակալ էր լինում։ Այսօր մենք էլ ժողովուրդ ջան, նայենք յուրաքանչյուրս էլ ներսում։ Այսօր իշքան վիճակներ կան, որ մարդը այդ դժվարություններից, այդ վիճակներից շարժված, երբեմն Աստծո առջև կանգնելով անգամ աղոտ չի կարողանում անի։ Ես նման մարդկանց հանդիպել եմ, անգամ չի կարողանում իր բերանը բացի Տիրոջ անունը կանչի, մտածում է անիմաստ է, մտածում է ամեն բան վերջացած է, իր հույսը կտրվել է, հակառակորդին հաջողվել է կոտրելու իրան, հաջողվել է այդ ճշմարտությունից իր հայացքը շեղելու եւ հավատալու սուտին, որ Աստված քեզ չի լսում եւ Տերը քեզ մատնել է չարության, մատնել է որ դու չարչարվես, բայց ետքը մենք տեսնում ենք այդ ամեն ինչի վերջաբանը, չարչարանքների վերջաբանը Հոբի կյանքում ինչպիսի օրհնություն եղավ ժողովուրդ ջան։ Այնպես էլ առաքյալները երբ որ բոլորը անցել են այս ճանապարհներով, մենք տեսնում ենք շատերը նահատակվեցին, շատերը Քրիստոսի համար իրանց կյանքը դրեցին, շատերը այդ նեղություններով ու դժվարություններով անցան եւ այս փորձը ունենալով եկել էին ու ինչ էին անում ժամանակ առ ժամանակ հորդորում էին աշակերտներին եւ մխիթարում, որ հաստատ մնան հավատքի մեջ եւ թե շատ նեղություններով եւ դժվարություններով պետք է մտնել Աստծո արքայությունը։ Դրա համար ես ուզում եմ նաեւ հիշեցնել Կողոսացիների 3-րդ գլուխ 12-րդ խոսքը մի երկու համար էլ հիշեցնեմ ու մենք պատրաստվենք աղոթքի։ Ուստի Աստված էլ ընտրյալ սուրբերու եւ սիրելիներու պես, Աստծո ընտրյալ եւ սուրբերու եւ սիրելիներու պես ձեր վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը, իրարու համբերելով եւ իրարու ներելով, եթե մեկը մեկու դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոս ներեց ձեզ, այնպես էլ դուք եք։ Երբ որ նայում ենք, խոսում է այն պտուղների մասին, որոնք որ Սուրբ Հոգու պտուղներն են, ժողովուրդ ջան, որ պետքա սրանցով լեցվել, որ մեր կյանքը պետքա զարդարվի սրանցով, որտեղ սրանք են մեզ օգնողը։ Երբ որ դու այս պտուղները չես ունենում քո կյանքում, դու չես կարա գութով վարվել, գութ ունենալ, ողորմած լինել, սիրով լինել, նորողամիտ լինել, համբերատար լինել, ժողովուրդ ջան։ Ուղղակի մարդը չի կարա ասի, այսօրվանից ես կհամբերեմ, այլ մեզ պետք է Աստծուն մոտիկանալ, խնդրել Տիրոջը, որ Տերը մեզ իր Սուրբ Հոգով լեցնի, որ մենք էլ այս ամեն պտուղները ունենալով մեր կյանքում, ամեն իրավիճակի մեջ մենք կարողանանք առաջնորդվել Տիրոջով։ Եվ 5:34-ը Հռոմեացիների հետևյալն է ուղում. նեղությունը համբերություն է ներգործում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս եւ հույսը ամոթով չի ձգեր, ժողովուրդ ջան, որ մենք երբեք ու երբեք մեր հույսը չձգենք Տիրոջը վրա են, հավատանք միջև վերջ, ինչպես Աստծո խոսքը ուղում ասում է այրուն թափելու չափ, հակառակ եցեք, ժողովուրդ ջան։ Իրոք թող Տերը օրհնի, որ մենք ուժ գտնենք Տիրոջով եւ մի բան իմանանք, որ Աստված մեզ չի մատնել։ Աստված միշտ կողքին է, այդ դժվարության ժամանակ, այսօր էլ որ այսքան համբերում ես ու տանում ես, դա քո շնորհքը չի։ Դա Տիրոջ ողորմությունն է, որ Աստված ուժ է տալի եւ կարողություն է տալիս ինձ եւ քեզ յուրաքանչյուրիս համբերելու, հարատևելու եւ սրա մեջ գտնվելու։ Դա համար թող Տերը օրհնի, որ իմ հորդորն է յուրաքանչյուրիս, որ ինչպես առաքյալները հորդորում էին այնտեղը, այն վայրերը, որտեղ որ մարդիկ դարել էին Աստծուն, որ հաստատ մնան հավատքի մեջ, ժողովուրդ ջան։ Հավատք իր խոսքի նկատմամբ, իր խոսքը, որը որ անփոփոխ է, այն ամենը, որը որ Տերը խոստացել է, այո եւ ամեն է։ Աշխարհն էլ կանցնի, աշխարհի ցանկություններն էլ, բայց ասма իմ խոսքը պահողը հավիտյան պիտի ապրի, այս խոսքին հավատանք, ժողովուրդ ջան, հավիտյան պիտի ապրի, որ Տերը այս խոսքը տվել է մեզ յուրաքանչյուրիս։ Թող Տերը օրհնի բոլորիս, եկեք կանգնենք աղոթքի, պատրաստվենք աղոթքի Տիրոջ առջև եւ նաեւ վերջում էլ կուզենամ իմ բարևները փոխանցել, ժողովուրդ ջան, բոլոր այն տարածքները, որտեղ որ ասենք եղել ենք, որ հանդիպել ենք մեր ժողովրդի հետ, բոլորը իրենց ջերմ
բարևներն էին ուղարկում ձեզ, փոխանցել են, ես էլ այդ ամենը փոխանցում եմ եւ միշտ խնդրում եմ, որ աղոթքների մեջ հիշեք իրենց, որտեղ ձեր աղոթքների կարիքը շատ ունեն, որ մենք էլ իրարու համար պետքա աղոթքներով հաղորդակից լինենք ժողովուրդ ջան, որ մեկս մյուսին կարողանանք օգտակար լինել մեր աղոթներով եւ խնդրվածներով։ Տերը օրհնի։ Աղոթ կանենք մեր անձերի համար ժողովուրդ ջան։ Աղոթ կանենք բոլոր այն մարդկանց համար, ում ներսում որ կա հիմա հուսահատություն, ովքեր որ իրանց ներսը կոտրվել է, ում ներսը որ սատանային հաջողվել է ջախջախել, բայց դու նայի Տիրոջը, խորթ ու բոր տեղերը միայն Տերը կարա լեցնի, Տերը կարա հարթեցնի։ Մեր հայացք ուղենք երկինք։ Հալելույա Տեր։